Նորից բարև ձեզ բոլորին։ Én շատ ուրախ եմ, որ ես Հայաստանում գտնվում եմ։ Դե ես օգոստոսի 25-ին դառա այդ սուպեր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, դրա համար շատ ուրախ եմ եւ այս ամսի 15-ին պաշտպանեցի տիտղոսս Մեհդի Բոադլայի հետ։ Երկու հաղթանակներն շատ կարևոր էին եւ ինչ ասեմ։ Ես երբ որ հաղթում եմ միշտ ուրախ եմ լինում, ես դառա երկու քաշային կարգում աշխարհի չեմպիոն, դա իմ համար ինքս իմ համար դա մեծ պատիվ է։ Իհարկե, Շտիգլիցի հետ շատ ավելի դժվար էր, քան թե Բոադլայի, որտեղ Շտիգլիցը աշխարհի չեմպիոն էր եւ նրա այդ պետք է տակտիկական լրիվ ուրիշ ձևն էր համարել, որովհետեւ նրա փորձը շատ ավելի շատ էր, քան Բոադլային, նրա տակտիկան ավելի ուժեղ էր։ Մի քանի օրից նոր տարի եկել եմ, որ բոլորի հետ իմ ընկերների, իմ հարազատների հետ նոր տարի նշեմ, ուրախանանք, զվարճանանք, քիչ լիցքաթափվենք, ասենց ասեմ, որովհետեւ այնտեղի աշխատանքը շատ ծանր է։ Այնտեղ մտածում ես միշտ ամեն օր աշխատանքային բնույթով քո գործը լավ լինի, ամեն ինչը լավ անես, սպորտը լավ անես, բայց դեռ որ գալիս ես այդ ամեն ինչը մոռանում ես ու փորձում ես մի քիչ հանգստանալ, ծրվել, ուրախանալ։ Կարող եմ ասել տարվա լավագույն մի մարզիկի, որ օլիմպիադային մեդալ է բերել մեր ըմբշամարտի տղան Ջուր Ֆալակյան։ Ինձ թվում է հաջորդներին չեմ կարող ասել։ Ձեզ այդ ցանկում չեք տեսնում։ Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ, ես սիրողական չեմ։ Պրոցես ստեղծումը ասեմ, արդեն հողերը գնել ենք եւ տարածքները գնալով մեծացնում ենք եւ դա հիմնական հիմիկվա ինֆորմացիան է, որ ես ձեզ կարող եմ տալ, բայց ես ասել եմ լուրջ ես այդ հարցով կզբաղվեմ, երբ որ էլ բռնցքամարտով չզբաղվեմ, որովհետեւ ես չեմ սիրում իր գործի պիսատանը, եթե անում եմ պիտի այդ գործի գլխին կանգնեմ, որ հետևեմ, որ ամեն ինչ լավ լինի։